ինքը տանջում է մարդկանց, որոնց վրա իր ուժը պատում է։ Անկամ ամենակայացած մարդու վրա ինքը այն բանի ոստիկաններին, որոնք կախված են Նիկոլից քսի է տալիս, այն գնում են հավեսով ծեծում են, ու ծեծում են ոչ թե պայմանական Սամվել Վարդանյանին, պայմանական Ալիկ Ալեքսանյանին, պայմանական, այլ իրանք ծեծում են իրանց մեղքը քողարկելու համար, որտեղ իրանք գիտեն, որ այդ ամեն ինչ անում են փողով, ու եթե Նիկոլը իրանց այդ փողը չտար, իրանք չէին անի դա։ Բայց ասենք ինքը կարա գնա կզի Ալիևի դեմը, ինքը կարա գնա կզի Էրդողանի դեմը, ու ըստ պահանջի բավարարի իրանց բաները։ Կարա այդ խմպլոճիկով տղայից, բա գնա մի հատ Ալիևի քթին սենց բան արա։ Ցույց տուր, որ դու այս կինոյի տղեն ես, որ սաղ աշխարհն է քո ոտի տակ առած։ Ոչ։ Ինքը շատ լավ դիրքավորվել է գծնել վերադասին եւ նվաստացնել ստորադասին։ Այդ մարդու ամենավատ սորտն է, ամենանողկալի սորտն է։ Որտեւ կամ դու քծնող ես եւ քծնում ես բոլորին, կամ դու կինոյի տղա ես ու քեզ վարում ես այդպես բոլորին։ Այն Ռոբերտ Քոչարյանը ամենալավ օրինակն է։ Իր համար մեկ է, ինքը բանտում է, ինքը, չգիտեմ, մագի վեհաժողովում է, ինքը միշտ մեջ կձիկ, հանգիստ, ինքն է վստահ, իր խոսքը ասում է, ես երբեք չեմ տեսել, որ Ռոբերտ Քոչարյանը ինչ-որ մեկի դեմը այսենց բան անի, չեմ տեսել, որտև ինքը այդ ձևի մարդ է, կարակ սիրեք իրան, կարակ չսիրեք իրան, կարակ ձեն տակ, կարակ ձեն չտակ, բայց մենք հիմա խոսում ենք սորտի մասին, դուք երբևիցե տեսել եք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը այն ամենադառը տարիներին, որ մենք պարտվում էինք, որ արդեն, որ ինքը ինչ-որ մեկի դեմը վիզ ծռի, լինեն դա եվրոպացիները, լինեն դա թուրքերը, լինեն դա ադրբեջանցիները կամ ռուսները, երբեք։ Ու այդ ձևի մարդիկ էին կերտել մեր հաղթանակները, հաջողությունները, մեր հեղինակությունը։ Կրկնում եմ, դուք կարող եք իրանց վերաբերվել ոնց ձեզ հարմար է։ Բայց մենակ նման մարդիկ են ի վիճակի մեզ առաջ տանել։ Այն մարդը, ով որ կզածա թշնամու առաջ ու մեզ նվաստացնում է, որ թշնամին իրան լավ զգա, ինքը ձեզ կյանքում առաջ չի տանելու, ինքը շարունակելու է ձեզ ճնշել, որտև ինքը այդ ձևի մարդ է, ինքը այդ ձևի սորտ է։ Տեսեք, բայց ինքը նաև ոտառությամբ հասկանում է ինչն է վտանգավոր եւ ինչից պիտի հրաժարվել։ Բացարձակ ձայն չկար, հա, տևական ժամանակի Ալիևը ասում է 300,000 ադրբեջանցիներին բերելու եմ, արևմտյան Ադրբեջան, տեսեք ոնց է հրաժարվում հիմա։ Խնդրեմ, էսա։ Նայեք, ինքը հրաժարվում է, որտեղ ինքը հասկանում է, որ դա կարող է ինչ-որ մի ձև ազդի իր նախընտրական շանսերի վրա։ Բայց նույն բուկվալը մի շաբաթ առաջ Արսեն Թորոսյանը ոնց որ թե ԱԺ-ում էր, թե կառավարության նիստը, ոնց որ թե ԱԺ-ն էր, լսում էի, էլի չէի նայում, ասում է, որ Հայաստանը մոնոէթնիկ պետություն է և պետք է դադարի լինել մոնոէթնիկ, մենք պատրաստվում ենք ներմուծել այլազգիներ, հարց, էդ ում ես պատրաստվում ներմուծես, էդ որ օրվանից է, որ Հայաստան գալ ապրելու համար, կառավարության թույլտվություն կամ ծրագիր անհրաժեշտ, Պարզա չէ ում մասին է խոսքը գնում։ Դա առաջինը։ Երկրորդը Հայաստանի մոնոէթնիկ լինելու գաղափարը դա ադրբեջանական թեզ է։ 94 թվականից ի վեր Հեյդար Ալիևից դեռ այդ թեզը շրջանառության մեջ է եւ դա տարիներ, տասնամյակներ շարունակ մատուցվում էր որպես Հայաստանի
այիբ, որ Հայաստանը մոնոէթնիկ պետություն է, որ ստեղ 97% հայերենով մի քիչ ավելի քիչ հիմա, հարցը դա չի։ Արսեն Թորոսյանը Ալիևների թեզը բերում է բեմ եւ ասում է մենք սա պետքա կոտրենք ու ներմուծենք ում ասենք Սաակաշվիլին երբ որ եկավ, ասեց Հարավային Աֆրիկայից բուրերին ենք բերելու, որտեվ այդ ժամանակ Հարավային Աֆրիկայում բուրերին բան էին անում, ճնշում էին, սպիտակամորթ այդ հոլանդացիների բաներն են, ժառանգներն են։ Ասած բերեք այդ Վրաստան ու զբաղվում են իդեպ ասած բանով, գյուղտնտեսությամբ են զբաղվում։ Թողան Վրաստանում մենք իրանց տեղ կտանք, դաժե գյուղեր հատկացրեցին բանայցին, բայց բուրերը չգիտես ինչ չեկան։ Հիմա կարող է այդ քորոփոշման բուրերին եք պատրաստվում, բերեք, բասեք, այդ ում եք բերելու։ Թե ձեզ թվում է, որ ադրբեջանցի բառը չասեցի։ Փոխարեն ասել է Ալիևը։ Եթե ձեզ թվում է, որ ադրբեջանցի բառը չասեցի, մենք այնքան տուպոյ ենք, որ չենք հասկանում ինչի մասն է խոսքը։ Բայց Ալենն ասեմ ավելին։ Եթե հիշում եք աշնանը թուրք-վրացական սահմանում արգրավեց եւ արգելվեց մուտք գործել Վրաստան 200,000 հայկական անձնագիր։ Հետո այդ թեման փակվեց։ Ձեզ թվում է այդ 200,000 անձնագիրը տենց է մնաց Թուրքիայի տարածքում, իհարկե ոչ։ Ուրիշ ճանապարհներով, ինքնաթիռով, էշի վրա, ոտով բերվել մտել է Հայաստան։ Հիմա այդ 200,000 անձնագիրը ում համար էր։ Եթե դուք ապօրինի եք դա բերել, ում համար էր այդ անձնագրերը։ Բնական է, որ այդ անձնագրերը մի ռեյս օգտագործվելու են այս ընտրությունների ժամանակ, եւ բնական է, որ այդ անձնագրերը տրվելու են այդ միֆիկ խմբին, որով պատրաստվում են կոտրեն Հայաստանի մոնոէթնիկությունը։ 200,000 անձնագիր, 200,000 հոգի է։ Այն մնացած 100,000-ն էլ սենց թենեց կգան։ Որտեվ գալու են ոչ թե հազարհատ սամալյոտով են գալու, ոչ։ Իրան գալու են խմբերով, 10 հոգի, 20 հոգի, 100 հոգի, ու դուք չեք էլ նկատելու, ոնց եք շրջապատվելու այդ էթնիկ խմբով։ Արդեն ամեն ինչ դաժե Հայաստանի կողմից է պատրաստված։ Անձնագրերը կան, գյուղերը կան, տները կառուցվում են, երևի պետքա գնալ նայել առհասարակ իրենց որտեղ են պատրաստվում բնակեցնել։ Դե թող Նիկոլը ասի, չէ, ստեղ արդեն վերադառնում ենք այն կետին, որ Նիկոլը երբեք ճիշտը ձեզ չի ասում։ Հետևաբար եթե ասել է չէ, ուրեմն հա։ Ու Արսեն Թորոսյանը հաստատել է թեմայի ակտուալությունը եւ պլանի կիրառումը։ Որ Ալենն էլ հուզվել է, ասում է, ինչ է, բա դուք չեք ուզում այդ մարդկանց մտածել ինչ է կատարում, որ ինչ ծանր շրջանն են ապրել ադրբեջանցիները։ Ես դաժե չեմ մտածում Ալենը ինչ շրջաններ է ապրել։ Հա։ Անկեղծ ասած ինձ դաժե դա չի հետաքրքրում։ Ինչի ես պետքա մտածեմ ինչ որ ցեղախմբի մասին, որը վերջի 30 տարվա ընթացքում կազմակերպել է Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ, Բաքու եւ Արցախ եւ եւս մեկ անգամ Արցախ։ Պլյուս նկարտումներ ունի իմ երկրից մեծ տարածքներ, փոկել արդեն ինչ որ հատված։ Այդ Ալեն Սիմոնյանը այդքան մտածում է այդքան մարդկանց մասին, Տոմսը առնում, չէ, մոռացա Տոմսը չի կարա առնել, այն Հասմիկ Հակոբյանի ասած Բաքու Երևան պոեզով գնում է Բաքու։ Տեսար, որ ասում է Հասմիկը խելքի կտիկը գրքում խտատում է այդ մարդկանց ու հետները հոնգուր լացում է, դա միակ մարդասիրական պրոյեկտն է, որ ես կարող եմ առաջարկել Ալեն Սիմոնյանին։ Ինչքան երջանիկ կլինի հայ ժողովրդի մեծ հատվածը դրանից։ Ու բոլորը այդ բարեկամ երջանիկ կլինեն։ Բայց այդ մի ուղղությամբ երկաթգիծը։ Այդ մարդիկ, Ալեն Սիմոնյանը, մի ուղղությամբ երկաթգիծը, մի ուղղությամբ։ Բան, այդ պոեզիա հետո հետա չէ գնում։ Չէ։ Բայց ինչ մնում աստեղ, այդքան պոեզիա չեն կանում։ Գնա։ Որ գնա։ Գնա Բաքու։
Հա թող գնա։ Всё, էլ հետ Չէ, դե այնքան մարդ պետք է գրքի խտտի, որ մոտակա 100 տարին մենակ այդ գործով է զբաղված լինել։